Ձեր ակնկալիքները եվրոպացի առաջնորդներից որոնք են։ Այն են, որ մեր երեխեքի պահանջն է, Լիա ջան։ Պահանջում ենք մեր երեխեքին։ Սաղ երկրներից ստեղ են, հիմա պահանջում ենք մեր բալեքին։ Որ պարզաբան են, մի բանով միշտ էլ ասում են, կօգնեն, խոսում են, բայց ոչ մի բան էլ չեն անում։ Ասեք, ավելի քանի տարի է, 4 տարի, հա։ 6 տարի, 4 տարի։ 6 տարի։ Ես ձեզ ճանաչում եմ, դուք ինձ ճանաչում եք, միշտ այս հարցը ես տալիս եմ ու այսօր էլ պետք է տամ։ Այս ամբողջ տարիների ընթացքում դուք պարբերաբար հանդիպումներ եք ունեցել պետական պաշտոնյաների հետ։ Ձեզ ասել են կլինի, կգտնենք, կհայտնաբերենք երեխաներին։ Ինչ առաջընթաց կա։ Հիմա էլի ոչ մի բան, էլի նույն այտենց խապելով անցնում է տարիները։ Մի բան գլնի, իրանք էլ այն ուրիշ երկրներում անհայտների հարցը բարձրաձայնում են, գերիների հարցը բարձրաձայնում են, բայց ոչ մի բան։ Հստակ եք, որ ձեր որդին անհետ կորած է։ Չի, անհետ կորած չի։ Իրանք լավ էլ տավեր են, իրանք գիտեն ուրա, բայց պրոստեցի իրանց բանի մեջ սարքել են անհետ կորած, իրանք լավ գիտեն։ Ես միշտ ասել եմ, ես չեմ ընդունում անհետ կորած։ Կարծում եք, որ ձեր որդին ողջ է, ունեք տվյալներ։ Այո, ոչ չէ։ Ես վերջում կակրած պարոն վարչապետի մոտի։ Ես ասեցի պահանջելու եմ իմ որդին անհետ կորած չի։ Ձեր կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանը գնա մեկ այլ առաջնորդ գա Հայաստանի ղեկավար, կկարողանա այդ հարցը լուծել։ Այդ մի քիչ դժվար է, չեմ անում, բայց ինձ թվում է երևի կարողանան լուծել։ Քանի որ 6 տարի ինքը չի լուծեմ, եթե լուծել ուներ կլուծեր։ Բայց հույս ունեմ, որ մինչև ընտրությունները կարող լուծվի։ Ես սենց եմ բանանում, հիմա չգիտեմ, որ մի կազմն է, որն է, ինչ է, բայց սիրտս տենց է վկայում։ Որ կարող լավ լինի, չգիտեմ։